Օխլոսը հասարակության ամենացածր խավն է։ Օխլոսին չի հետաքրքրում ոչ մշակույթ, ոչ լեզու, ոչ էթնիկ պատկանելիություն։ Օխլոսը ապրում է միմիայն նրանով, որ եթե կա ուտելիք, ուրեմն դա բավարար է։ Հիմա ստացվել է նենց, որ 21-րդ դարում օխլոսը ոչ միայն իրավունք է ստացել ընտրելու, այլ նաև օխլոսն իր մեջից ընտրել է իր նման կառավարչի, ով որ վերածվել է բռնապետի։ Այդ բռնապետը օրեր առաջ է տանում մի թեզ, որ մենք չպետք է ունենանք պետություն, որ մեր պետությունը որպես այդպիսին չպիտի լինի գոյություն ունենա։ Այդ բռնապետը արժանապատիվ մարդկանց, ովքեր որ հայտ են ներկայացրել մասնակցելու ընտրություններին, ովքեր որ ունեն հնարավորություն փրկելու մեր հայրենիքը, մեր ազգը, նրանց անվանում է պատերազմի ջատագովներ, նրանց մեղադրում է մի բանում, ինչը որ ինքը իր ձեռով արել է։ Բռնապետը, ում որ օխլոսը ընտրել է որպես իրանց առաջնորդ, նա մեր ազգի գլխին բերել է մեծ չարիք, բերել է կոտորած, նա կոտորել է մի ամբողջ սերունդ, նա վերջնականապես ջնջել է Արցախը որպես այդպիսին, նա հրաժարվել է Արցախից։ Հիմա մեր բռնապետը փորձում է մեկ այլ բան, փորձում է վերացնել ուղղակի Հայաստանը։ Հայաստանի երկրորդ դեմքը հասուն տղամարդ, ազգային ժողովի նախագահը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ցույց է տալիս քարտեզ ու ասում, որ Հայաստանը սա է, Հայաստանի երկրորդ դեմքը առանց ամաչելու, առանց կարմրելու երիտասարդներին ասում է, որ անկլավներ կան, որոնք որ մենք պիտի հանձնենք թշնամի պետությանը։ Յուրաքանչյուր ղեկավարի սրբազան պարտքն է, ու դա առհասարակ ինքնասիրության հարց է, լինել ղեկավար թուլամորթ, թե լինել ղեկավար ուժեղ։ Բնակավայրի անունը դնել անկլավ ու ասել, որ դա մերը չէ, դա նշանակում է հետևյալը, որ ամեն օր ուղղակիորեն ամեն մի բնակավայրը կանվանվի անկլավ ու կտրվի թշնամուն։ Վերջում կմնան իրենք իրենց խմբակով որպես նշանակված փոքրիկ անինքնասեր բռնապետներ, ովքեր որ բռնաճնշումներով կփորձեն կառավարել Հայաստանում արդեն քիչ թվով մնացած արժանապատիվ մարդկանց, ովքեր որ սիրում են, չեն ամաչում իրենց հայ լինելուց, սիրում են իրենց լեզուն, սիրում են իրենց գիրը, սիրում են իրենց տառերը, սիրում են իրենց մշակույթը։ Մենք դատապարտված ենք այսպիսի մարդկանցով, երբ որ արժանապատիվ մարդկանց փորձում են կառավարել անինքնասեր մարդիկ, ավելին չեմ ուզում ասել։ Ուրեմն նույն մարդը համատեղությամբ ազգային ժողովի նախագահը հանրային տիրույթում մեծ լսարանի առաջ արտահայտում է մի միտք, որ մեղադրում է Հայաստանի երկրորդ նախագահին Մեղրին հանձնելու մեջ, ու հարցին, թե Մեղրին առ այսօր իր տեղում է նախագահը, երկրորդ նախագահը Մեղրին չի հանձնել, նա ասում է, որ Մեղրին կա, քանի որ Մեղրին պահել է Վազգեն Սարգսյանը։ Վազգեն Սարգսյանը, ցավոք սրտի, բոլորս լավ հիշում ենք, որ սպանվել է 99 թվականին։ Դրանից հետո երկրորդ նախագահը կառավարել է մինչև 2008 թիվը։ Ստացվում է մի հիմարագույն իրավիճակ, որ մեռած մարդը գերեզմանից
կարողացել է ազդել ոչ միայն երկրորդ նախագահի, այլև նաև երրորդ նախագահի վրա, փորձելով կանխել Մեղրիի հանձնումը։ Ու սա նա ասում է մեծ լսարանի առաջ, հրամցնելով այդ հիմարագույն միտքը որպես ճշմարտություն։ Ավելի աբսուրդ բան անհնար է պատկերացնել, որ հասուն մարդը ունի հնարավորություն նման հիմարագույն միտք արտահայտելու։ Անհնար է փորձել դրա մեջ տրամաբանություն գտնել։ Նա փրփուրը բերանին ասում է, որ Մեղրին ի շնորհիվ Վազգեն Սարգսյանի է, բայց վստահ եմ, որ հեռուստադիտողներից այդ մեծ լսարանի ճնշող մեծամասնությունը լսելու են ու չեն էլ հասկանալու, թե նա ինչ ասեց, կասեն այո, ու կծափահարեն, որ Վազգեն Սարգսյանը Մեղրին պահել է, բայց մոռանում են, որ Վազգեն Սարգսյանը սպանվել է ցավոք սրտի 99 թվականին, բայց դե նա լավ գիտի իր լսարանին, որ Օխլոսը երբեք վերլուծելու հնարավորություն չունի, նրան ուղղակի պետք են բառեր, բառակապակցություններ, որոնք որ հնչեղություն ունեն, որոնք որ Օխլոսի գիտակցության մեջ որոշակի ֆունկցիա են կատարում, ոչ ավելի, սա դժբախտություն է մեր ազգի համար ուղղակի։